Բարդ սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն մայիսի 28-ն է, կարելի ասել մայիսի 28-ը իմ ամենասիրած տոներիցս մեկն է, շատ պայծառ մի գեղեցիկ օր, որը որ ես համարում եմ իրականում Հայաստանի անկախության օր, սա է իրական անկախության տոնը եւ շատ ուրախ եմ, որ հիմա այս տարի Հայաստանում մեծ զորահանդես է տեղի ունենալու այսօրվա կապակցությամբ։ Ինչու եմ ասում տեղի ունենալու, հնարավոր է զորահանդեսից հետո հրապարակենք այս հաղորդումը, եթե չհասցնենք, քանի որ հետո ես էլ եմ դիտելու զորահանդեսը, իսկ շատ կարևոր թեմաներ կան խոսելու, իսկ դրանից հետո էլ զորահանդեսից հետո հնարավոր է մենք էլ ինչ-որ ձևով տոնենք Հայաստանի անկախության օրը, դրա համար որոշեցի մի փոքր շուտ պատրաստել այսօրվա հաղորդումը, բայց շատ կարևոր հարցեր կան քննարկելու, շատ կարևոր հարցեր, քանի որ ասեմ, թե ինչ է կատարվում հիմա Հայաստանի շուրջ։ Թրամփը ուղերձով է հանդես եկել կոնկրետ Նիկոլ Փաշինյանին ուղղված, շատ կարևոր ուղերձով։ Դրանից բացի Ռուսաստանից արդեն պաշտոնապես Հայաստանի արտգործնախարարությունը ստացել է այն տեղեկությունը, որ Ռուսաստանը մտադիր է, այսինքն կարող է վերանայել գազի եւ նավթի գինը Հայաստանի համար։ Նոր հայտարարություններ են հնչել Պեսկովների եւ մնացածների կողմից, դրանից բացի Կրեմլից անոնսավորել են Հայաստանի ճակատագրի հարցը քննարկել ԵԱՏՄ-ում, այդպես է ասել Պեսկովը վեստի հերոստալիքին, որ Տոկաևը եւ Պուտինը կարող է այդ հարցը քննարկեն, դրանից բացի ներքաղաքական հարցերին կանդրադառնանք, թե ինչ կան նոր կաշառքի դեպքեր են բացահայտվել հիմա ոչ միայն ուժեղ Հայաստանից, այլ նաեւ ԲՀԿ-ից, ԲՀԿ-ն, որ բաժանում է ընտրակաշառք, դրա մասին տեղեկությունները շատ են եւ կան ձերբակալվածներ, կան նոր ձայնագրություններ, Իրանից էլ բնականաբար կխոսենք, Փաշինյանի անպայման պատասխաննել կանդրադառնանք, Պուտինի եւ Ռուսաստանի սպառնալիքների մասով, թե ինչ ելք ունի Հայաստանը, շատ կարևոր հաղորդում է։ Դրա համար էլ ասում եմ, որ շատ կարևոր հաղորդում է լինելու այս հաղորդումը, սիրելի հայրենակիցներ, եւ դուք արդեն զորահանդեսից հետո երևի հետո, քանի որ եթե նույնիսկ հասցնենք մինչև զորահանդեսը հրապարակել այս հաղորդումը, դժվար թե հասցնեք դիտել այն։ Ուրեմն, սկսենք նրանից, որ Թրամփը շատ կարևոր ուղերձով է հանդես եկել։ Նա ասել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հրաշալի բարեկամն է, լավ առաջնորդ, որը դարձնում է իր երկիրը ավելի ուժեղ, հարուստ եւ անվտանգ։ Նիկոլը լիովին կիսում է իմ տեսլականը, Թրամփը ասում է խաղաղության եւ բարգավաճման տեսլականը Հայաստանի եւ ամբողջ հարավային Կովկասի տարածաշրջանի համար։ Թրամփի խոսքերով իրենց պետքարտուղար Մարկո Ռուբիոն այցելեց Հայաստան, որտեղ պետքարտուղարը առաջ մղեց մի քանի կարևոր գործարքներ մեր երկու երկրների համար։ Շուտով Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Հայաստանը միասին կհիմնեն TRIP-ը, որը կվերափոխի հարավային Կովկասը եւ կօգնի մեր հրաշալի ամերիկյան էներգետիկ ընկերություններին մուտք ունենալ կենտրոնական Ասիայից մինչև ԱՄՆ։ Ու Թրամփը ասում է, որ ահա այս պատճառով Նիկոլը ունի իմ լիակատար աջակցությունը 2026 թվականի հունիսի 7-ին վերընտրվելու համար։ Նիկոլի օգնությամբ մենք Միացյալ Նահանգները, Հայաստանը, Հարավային Կովկասը եւ Կենտրոնական Ասիան կհասցնենք ավելի մեծ բարձունքների, քան երբևէ, ասել է Դոնալդ Թրամփը իր ուղերձում։ Շատ հետաքրքիր ուղերձ է, ճիշտ ասած, այս ուղերձը ես չտեսա, որ անկախության օրվա նվիրված լինի, հիմնականում սեպտեմբերի 21-ին են Հայաստանի շնորհավորում, բայց հետաքրքիր այնուամենայնիվ ուղերձեր եւ կոնկրետ ուղերձեր Նիկոլ Փաշինյանին եւ Թրամփի աջակցությանը Նիկոլ Փաշինյանին, բայց կարևոր է, որ այն շատ սիմվոլիկ եւ կարևոր օրվա համար տեղի ունեցավ։ Փաշինյանը արձագանքել է Թրամփի ուղերձին, նա նշել է, որ նախագահ Թրամփին շնորհակալ է բարձր գնահատականի եւ բարեկամական խոսքի համար։ Սակայն կարևոր է կարծում եմ անդրադառնալ նաեւ նրան, որ նախքան Թրամփի ուղերձը երբ որ Մարկո Ռուբիոն հանդիպում էր Թրամփի հետ եւ զեկուցում էր տարբեր հարցեր,
Նա անդրադարձավ նաև Հայաստանին, խոսում էին Հայաստանի մասին եւ Մարկո Ռուբիոն զեկուցեց Թրամփին այն մասին, որ իրենք ականատես են լինում Հայաստանի հետ հիանալի նոր հարաբերությունների ձևավորմանը, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջև, որոնք իրականում շատ երկար ժամանակ լճացած վիճակում էին գտնվում, երևի նկատի ունի պատերազմը ընդդեմ Իրանի, ինչի պատճառով լճացումը եւ տեղի էր ունեցել, այնպես որ մենք լավ առաջընթաց ունեցանք նաեւ այստեղ, ասել է Մարկո Ռուբիոն Դոնալդ Թրամփին, խոսելով այն փաստաթղթերի մասին, որոնք որ կնքվել են Հայաստանի հետ եւ որքան կարեւոր են դրանք նահանգների եւ Հայաստանի համար։ Հիմա խոսենք տհաճից։ Երբ որ իմանում եք Զախարովա ազգանունը, ես պատկերացնում եմ, որ միանգամից տրամադրությունները տնկնում է, բայց հնարավոր է որոշները նույնիսկ զվարճանում են, քանի որ Զախարովան ինչ-որ միտեղ նաեւ դարձել է ծաղրի առարկա իր հայտարարությունների պատճառով։ Ուրեմն ինչ է ասում Զախարովան Հայաստանի մասով, որ եթե Հայաստանը շարունակի իր գործընթացը դեպի Եվրամիություն, ապա Ռուսաստանը կդադարեցնի համաձայնագիրը գազի եւ նավթի ադամանդների մասով, այսինքն նավթը եւ գազը կթանկացնեն Հայաստանի համար։ Հիշում եք Պուտինը, երբ որ Փաշինյանի հետ հանդիպեց, խոսում էր այդ մասին, որ կարող է գազի գները եւ վեր բարձրացվեն, այսինքն ոչ թե ասում էր, որ գազի գները վեր կբարձրացնենք, ասում էր հիմա Հայաստանը այս գներով է ստանում գազ, հասկացնելով, որ կարող է վաղը արդեն մենք վերանայենք դա։ Հետաքրքիրը այն է, որ չնայած ռուսական թերթերը գրում էին այն մասին, որ գազի գինը վերանայվում է, երեք չառաջորն էին գրում այդ մասին, երեք Զախարովան այդ մասին խոսեց, կոմերսանտներ չէ, երևի գրել է, թե չեմ սխալվում, բայց այնտեղ որ տեղեկություն կար այն մասին, թե իբր հայկական կողմը տեղեկացվել է, հայկական կողմը տեղեկացվել չէր, եւ հայկական կողմը հայտարարեց, որ մենք ոչ մի բանի մասին չենք տեղեկացրել, այդ մասին տեղյակ չենք։ Եվ երևի թե քանի որ այդ հայտարարությունը հնչեց, երեք արդեն 15:00-ին Հայաստանը տեղեկացվեց, Հայաստանի ԱԳՆ տեղեկացվեց այն մասին, որ կարող է Ռուսաստանը վերանայել գազի գինը Հայաստանի համար։ Իրենց էներգետիկայի նախարարը տեղեկացրել էր Հայաստանին դրա մասին։ Բայց այդ նամակում հստակ շանտաժ կա, եւ ինչպես եւ Զախարովան ասում էր, դա տեղի կունենա այն ժամանակ, եթե Հայաստանը շարունակի շարժվել դեպի Եվրամիություն։ Եվ շատ կարևոր է, որ սրան արձագանքեց անձամբ Նիկոլ Փաշինյանը, չափազանց կարևոր է Հայաստանի քաղաքացիների համար, որպեսզի իրենք հասկանան, թե ինչ է կատարվում, իրոք ամեն ինչ այդքան աղետալի է Հայաստանի համար, թե չէ։ Փաշինյանը իր խոսքում ասաց, որ տրամաբանական չէ սպառնալ Հայաստանին այդ հարցով, եւ Հայաստանը այսօր արդեն դառնում է շատ կարևոր խաչմերուկ, եւ Հայաստանը ոչ թե հազարների եւ միլիոնների երկիր է, այլ միլիարդների եւ հնարավոր է տրիլիարդների երկիր է, հասկացնելով, որ մենք, քանի որ խաղաղություն ենք հաստատում հարևանների հետ եւ թրիփ հասնում է Հայաստանի տարածքով, բաց կլինեն Հայաստանի սահմանները, այլևս խնդիր չենք ունենա, եթե նույնիսկ Ադրբեջանը որոշի, որ իր գազը պետք է անցնի Հայաստանի տարածքով, այդ տրանզիտի դիմաց գազ է մատակարարելու Հայաստանին եւ ամենայն հավանականությամբ Հայաստանը ստանալու է այդ գազը արդեն անվճար, ոչ թե անվճար, այլ նրա դիմաց, որ իր գազը տրանզիտով անցնում է Հայաստանի տարածքով։ Եվ Փաշինյանը հստակ նշել է, որ մենք այլևս այն երկիրը եւ ժողովուրդը չենք, որը որ ստիպված է ամեն ինչով համաձայնվել ուրիշների հետ եւ ենթարկվել ուրիշներին։ Ես կարծում եմ, որ շատ կարևոր եւ ճիշտ պատասխան էր եւ մեկ պատասխան նույնպես Փաշինյանը տվել է ռուսներին, որ Եվրամիության հարցերով եւ ՀԱՏՄ-ի հարցերով ինքը չի որոշելու, այլ հզորն է որոշելու, ժողովուրդը, Հայաստանի ժողովուրդն է որոշելու։ Կրկին մեկ անգամ եւս վերահաստատելով, որ Հայաստանի ուղին ընտրում է Հայաստանի ժողովուրդը։ Նա նաեւ երեք անոնսավորել է Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հարցը այս ընտրություններից հետո, եթե ինքը հաղթանակ տանի այս ընտրությունների ընթացքում։
Այսպիսով ես էլ կարող եմ փաստել սիրելի հայրենակիցներ, եթե նույնիսկ Ռուսաստանը հիմա որոշի ավելացնել գազի գինը, բայց ես չեմ կարծում, որ նրանք այդ քայլին գնան, եթե հիշում եք, ես խոսում էի այն մասին, որ ռուսները հիմա ամեն ինչ անելու են մինչև ընտրություններ, որպեսզի լարվածության այդ գագաթնակետը ավելի բարձրացնեն, որպեսզի վախեցնեն մեր ժողովրդին, մեր հասարակությանը եւ դրանով իսկ ազդեն ընտրությունների վրա, արդյունքների վրա, բայց ընտրություններից հետո շատ արագ 1 շաբաթվա, 2 շաբաթվա, առավելագույնը 1 ամսվա ընթացքում հայտարարությունները շատ լուրջ ձևով իրենց մոտ փոփոխության կենթարկվեն։ Ռուսաստանը այսօր այն կարգավիճակում չէ, որ կարողանա սպառնալ Հայաստանին։ Եվ եթե նույնիսկ գազի գները ավելացվեն Հայաստանի համար, ես չեմ կարծում, որ դա 1 տարուց ավել կարողանա տևել, քանի որ շատ արագ Հայաստանը կունենա իրոք իր գազը, նաև Հայաստանը ստանում է Իրանից գազ։ Այնպես որ Հայաստանը միանշանակ այլընտրանք ունի եւ ավելի լավ այլընտրանքներ ունենա։ Իսկ Ռուսաստանը դժվար թե համարձակվի նման քայլերի դիմել, քանի որ Հայաստանում ունի ռազմաբազա։ Միանգամից ռազմաբազայի հարցը առաջ է գալու, շատ արագ վերցնելու են Ռուսաստանի ձեռքից երկաթգծերը։ Շատ արագ Հայաստանը հայտարարելու է, որ հապկից դուրս է գալու։ ԵԱՏՄ-ից նույնպես շատ արագ ձևով Հայաստանը կարող է հայտարարել, որ դուրս է գալիս, քանի որ արդեն ճանապարհը կարսախալքալակով բաց է Հայաստանի համար դեպի Եվրոպա։ Իսկ հայ-թուրքական սահմանի բացումը սարերի հետևում չէ։ Պեսկովն էլ է փաստացի ընդունում, որ ԵԱՏՄ-ի օրակարգը բարդ է Հայաստանի շուրջ պայմանավորվածությունների հետ կապված ստեղծված իրավիճակով։ Նրա խոսքերով ոչ ոք չի կարող աղաչել Հայաստանի մնալ ԵԱՏՄ-ում, բայց անհրաժեշտ է պարզաբանում, Պեսկովը ասում է Հայաստանի գործողությունները չպետք է խոչընդոտեն մյուսների ինտեգրմանը եւ ընդհանրիկ գագաթնաժողովը չի որոշի Հայաստանի ճակատագիրը, Երևանը կշարունակի մասնակցել ԵԱՏՄ-ի միջոցառումներին։ Այստեղ շատ կարևոր պարզաբանում էր արել Փաշինյանը այս մասով, որ իրենք չեն կարող որոշել Հայաստանի անդամակցության հարցը, չնայած որ Պեսկովը հիմա դուրս է տալիս, ասում է թե հայերը իրենք պետք է որոշեն, թե որ միության մաս են, ընտրության առաջ են կանգնեցնում Հայաստանին, բայց իրականում իրենք չեն կարող ըստ ԵԱՏՄ-ի կանոնադրության չեն կարող որոշումներ կայացնել։ Հիմա եթե իրանք իսկ պետք է քանդեն այն կանոնադրությունը, որը հիմք են դրել ԵԱՏՄ-ի մեջ, հիմք է դրել ԵԱՏՄ-ին, դա արդեն իրենց խնդիրն է։ Պեսկովը ասել է, որ Հայաստանի հետ գազի համաձայնագրի հնարավոր չեղարկման վերաբերյալ հարցը պետք է ուղղվի Գազպրոմին եւ ներկայումս Պուտինի եւ Փաշինյանի միջև շփումների ծրագիր չկա։ Բայց նույն ժամանակ վեստին Պեսկովը ասել է այն, որ Պուտինը եւ Տոկաևը մոտակա ժամանակներս կքննարկեն Հայաստանի հարցը, Հայաստանի ԵԱՏՄ-ում մնալ չմնալու հարցը եւ կորոշեն, թե առանձին հայտարարությամբ հանդես կգան Հայաստանի մասով, թե չեն գալու առանձին հայտարարությամբ։ Ես կարծում եմ, որ Տոկաևը շատ ավելի խելացի է, քան Պուտինը, եւ Տոկաևը կհասկացնի Պուտինին, որ նման հայտարարություններով պետք չի հանդես գալ։ Տոկաևը ինքն է խորացնում հարաբերությունները անձամբ Եվրամիության հետ եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, Հայաստանի հետ էլ ստորագրել է Ղազախստանը պայմանագիր ռազմավարական համագործակցության, դրանից բացի Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ շատ են խորացրել իրենց հարաբերությունները, նաեւ եթե չեմ սխալվում, մենք նաեւ խոսում էինք այդ մասին, չէ՞ որ հաստատուղթ են ստորագրել հազվագյուտ մետաղների արտահանման մասով, այսինքն Ղազախստանն էլ բավականին ինքնուրույն քաղաքականություն է սկսել վարել վերջին ժամանակներս եւ տեսնենք, ինձ էլ է հետաքրքիր թե ինչ արձագանք կունենա Ղազախստանը Ռուսաստանի այս պահվածքին։ Բայց շատ լավ է, որ Փաշինյանը չի փոխում իր դիրքորոշումը եւ երեք կրկին հայտարարեց, որ ինքը ասել է, որ Հայաստանի ժողովուրդը պետք է ունենա այլընտրանք լինել ԵԱՏՄ-ի կազմում, թե Եվրամիության կազմում։ Եվ ինքը կրկին կրկնել է, որ ես դա չեմ որոշելու, դա հզորն է որոշելու, իսկ հզորը Հայաստանի քաղաքացին է։ Սա արդեն ես ասել էի, բայց շատ կարևոր էր մեկ անգամ եւս այս հարցին անդրադառնալ եւ սա կրկնել Պեսկովի սպառնալիքների ֆոնին։ Եվ կարծես թե ռուսների մի մասը շատ լավ հասկանում է,
Օվերչուկ օրինակի համար, ով որ զբաղվում է ԵԱՏՄ-ով, Ռուսաստանի փոխվարչապետը այդ մեծ հայտարարություններից հետո շատ երկար շաբաթներով խոսում էր, չէ, Հայաստանի մասին, ԵԱՏՄ-ի մասին։ Հիմա ասում է, որ բացառվում է Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովում Հայաստանի դեմ սահմանափակվող միջոցառումների ընդունումը, պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին խոսք չկա, եւ նա ամենակարևորը ինչ ասում է, ինչու համար եմ սա ընթերցում, Օվերչուկը ընդունում է այն փաստը, որ պայմանագրում փոփոխություններ կատարելու համար անհրաժեշտ է կոնսենսուս, եւ Հայաստանը, ինչպես գիտեք, չունի ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն։ Այսինքն, Օվերչուկը ասում է, որ առանց կոնսենսուսի որևիցե հարցի լուծում իրենք չեն կարող առանց Հայաստանի ընդունել։ Ճիշտ է, կարող են քննարկումներ անել, բայց եթե կոնսենսուս չլինի, Հայաստանին ոչ ոք չի կարող դուրս հանել ԵԱՏՄ-ից, չեն կարող ստիպել, որ Հայաստանը հեռանա ԵԱՏՄ-ից։ Սա ընդունում է Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկը։ Հայաստանի ներքաղաքական հարցերին ինչ վերաբերվում է, տեսնում ենք, որ ընտրություններից առաջ շարունակվում են ձերբակալությունները, երեկ էլ հաղորդագրություն ստացանք, որ 10 անձ է ձերբակալվել, նրանցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ մեկի նկատմամբ տնային կալանքը, կան նաև տեղեկություններ, որ լրատվամիջոցներով տարածվում է տեղեկություն, որ ԲՀԿ-ի ներկայացուցիչներ են ձերբակալվել Միչայելոց Փաշինյանը խոսում էր նաև ԲՀԿ-ի մասին, նրա առաջնորդի մասին, Լուկաշենկոյի մասին, երևի այդ մասին էլ դուք ծանոթ եք, եւ հիշել էր Լուկաշենկոյի խոսքերը, թե «Ուդավիձենիցես» Հայաստանի համար Փաշինյանը այդ մասով կրկին կարևոր շատ հայտարարություններ արեց։ Իմիջայլոց մեկ բան շատ լավ է, ինչն է իմ դուրը գալիս, երբ որ հիմա Փաշինյանը արձակուրդի մեջ է եւ շփվում է ժողովրդի հետ եւ հայտարարություններով է հանդես գալիս, կարծես թե ավելի ազատ առանց կաշկանդվածության հայտարարություններ է անում։ Ես երեք մի պահ տեսա նաեւ Ալեն Սիմոնյանի հարցազրույցը եւ Ֆակտոր հեռուստաընկերությանը դրսում շատ հետաքրքիր մտքեր էր ինքը արտահայտում, Միչայելոց իմ մոտ տպավորություն ստեղծվեց, որ նա եւս հետևում է մեր ալիքին։ Իր հայտարարություններից, մոտեցումներից ելնելով իմ մոտ միանշանակ այդ տպավորությունը առաջացավ եւ ես շատ ուրախ եմ, որ մենք կարողանում ենք մեր ակտիվ գործունեությամբ օգտակար լինել Հայաստանի Հանրապետությանը։ Երկու խոսքով անդրադառնանք նաև Իրանին։ Իրանական պետական հեռուստաընկերությունը հաղորդել է այն մասին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ պատրաստ է փաստաթուղթը, որը որ թույլ կտա պատրաստ է փոխըմբռնման հուշագիրը։ Սակայն Թրամփը չի բացառել, որ պատերազմը կարող է վերսկսվել, կարող է վերսկսվել, կարող է եւ ավարտենք, ինչ սկսել ենք, կարող է եւ չէ։ Ամեն ինչ կախված է պայմանավորվածություններից, բայց նաև կարևոր է կարծում եմ նշել, որ կամ փոքրիկ ռազմական գործողություններ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև, այսինքն երեք Ամերիկայի Միացյալ Նահանգները հարվածել էին Իրանի արակագնաց նավերին, իսկ Իսլամական հեղափոխության կորպուսի այդ պահապանները հայտարարում են, որ իրենք էլ հարվածներ են հասցրել ամերիկյան ավիաբազային, ինչպես նաև օդում խոցել էին ամերիկյան անօդաչու թռչող սարք։ Այսինքն Իրանի շուրջ այնուամենայնիվ լարված է մնում իրավիճակը, չնայած որ հաղորդվում է այն մասին, թե բանակցությունները ակտիվ ընթանում են եւ կարծես թե հնարավոր է համաձայնություն։ Այս պայմանությամբ, այսքանը սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։